Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հերթական բակային հանդիպումն է ունեցել այս անգամ Եսայան փողոցի բնակիչների հետ, լսել վերջիններիս մտահոգություններն ու խոսել բազմաթիվ խնդիրներից, դրանցից մեկը աղբահանություններ։ 36 տարվա փլուրը երկրաշարժից հետո մնացած աղբակույտը երկու անգամ մաքրել են տվել, բայց անօգուտ է։ Երգորից եթե եկուտ չեմ մյուս օրվանից էդի կտանին, գարաժի տիրոջը կդնինք հետը պայմանավորվենք թողանեն, հետո է տակը կմաքրեն։ Երկրորդական փողոցների անբարեկարգ լինելուց մինչև տնակների խնդիրներ, Սարիկ Մինասյանն իր լուծումներն է առաջարկում։ Եթե պետք է գլծենք, արդեն 60 փողոց լծել ու թզել եք։ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը բնակիչների պանջը մենակ շիբին է, մեծ բան չէ։ Ես դուրից պատկես գամ, ես խոքուսածից դված չեմ։ Դուք տուն կորցրել եք։ Այս հսկայական տարածքը 13 տուն է։ Հիմի այս պայն 2400 տնակ կա։ Հիմի 2-3 ծրագիր կա, որ ենք աշխատի, որոնք որ տուն են կորցրել։ Անօտևան են հաշվառում ունին, պետությունը իրանց հանդեպ պարտավորություն ունի, այդ մարդկանց տնականների հարցը լուծե պետությունը։ Այո։ Մնացածը ով որ տուն ունի, բայց նավսակի տոմիգն էլ է թողել։ Մենք տոմիգը պետք է հանենք եւ երրորդը ովքեր մեծ ընտանիք եղել, բաժանվել են, նորից մնացել են տնակի մեջ, այդ մարդկանց համար է էժան տներ պետք է սարքենք։ Այստեղ դժվարություններ կան նաև տրանսպորտի հասանելիության ու լուսացույցերի հետ կապված։ Երկու կանգար վեր չփասանք, մարդկա հիվանդ է։ Ավտոբուս պետք է առնենք։ Այս երգորը մրցույթը կհայտարարենք։ 10 հատ ավտոբուս 5 հատ է կա։ 15 հատ 2 երթուղի ունենանք ավտոբուսով։ Արդեն գազել կավեն։ Ավելցան մի հատ մե ուրիշ երթուղի կերն։ Կամ արկելատ տնենք, կամ կամերաներ։ Այդեղ արդեն սել եմ նախագիծ ենք պատվիրել, ձեր բնակիչներից գրել էին ինձ։ Նախագիծ ենք պատվիրել, որ սվետաֆոր տնենք երեխեքի անցնելու համար։ Եսայան փողոցում խաղահրապարակի կառուցման աշխատանքների ծրագիրը չի իրականացվել անբարեխիղճ աշխատանքի արդյունքում, նշում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, հավելում, դա էլ սակայն այդպես չի մնա։ Միշտ նախագծված էր չէ՞ որ մի խաղահրապարակ եղներ, պայմանագիրը խզել ենք, որովհետև պայմանագիրը կնկել են, փողերը ստացել են, ինչ որ պետք է ունեն այդ ժամկետում չեն երել։ Իսկ այդ փողերը ձեր սաղի փողերն են։ Էշմարտ չպետք է կրնանա։ Այո, ուդե ու մարսե տգից է դուրս կա։ Նոր մրցույթ կհայտարարենք, նորմալ բարեխիղճ շինարար կճարենք, ով որ մեր բանը իր կողմից պետք է մեր երեխեքի համար ավելեն է։ Սարիկ Մինասյանի բակային հանդիպումները շարունակվում է հստակ ընդգծելու բնակիչների մտահոգություններն ու հավաստիացնելու, որ քաղաքային իշխանությունը գործուն քայլեր ձեռնարկում է առկա խնդիրների լուծման առումով։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց համայնքների զարգացման նողված ծրագրերը պետական բյուջեից 916 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Կառավարությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղման զգալի մասը։ Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրում արդեն իսկ հայտնի է, սրա մասին խոսել ենք, առաջացել էին մի շարք խնդիրներ, որոնք կապված էին վնասաբերության բարձր մակարդակի, վերահապահովագրական կազմակերպության հայկական շուկայի ելքի եւ KfW կողմից համաֆինանսավորման հետ եւ քանի որ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վերահապահովագրական կազմակերպությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ է ունեցել եւ դուրս էր եկել հայկական շուկայից, ինչպես 24 թվականին, նախորդ տարի այնպես էլ 25 թվականին գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ինչպես 24-ին էր իր վրա վերցրել, այնպես էլ այս տարի է իր վրա վերցնում ռիսկերի մեղման մի զգալի մասը։ Այն է, եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունը այդ բեռը կվերցնի իր վրա լրացուցիչ մասը, փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Այսինքն, եթե մինչև 200% եղավ, դա ապահովագրական ընկերությունները իրենց միջոցներով դա կանեն, դրանից ավել կառավարությունը կաջակցի արդեն ապահովագրական ընկերությունների։ Նախագծով նաև առաջարկում ենք շատ մեծ աջակցություն նաև գյուղացիական տնտեսությունների, ոչ միայն ապահովագրական ընկերությունների, մասնավորապես նախկինում
ապահովագրավճարի 50-ից 60%-ներ փոխհատուցվում, հիմա առաջարկում ենք 70-ից 80% սուբսիդավորում, ընդ որում այդ դեպքում նույնիսկ KfW-ն նախկինում KfW-ն մասնաբաժին ուներ, այստեղ նորից կառավարությունը ամբողջովին այդ ծախսերը վերցնում է իր վրա։ Միաժամանակ նշենք, որ վերջին 2 տարում իրականացվող գործընթացները, սա շատ կարևոր է եւ ուզում եմ հատկանշականացնեմ, սրանք ժամանակավոր լուծումներ են եւ կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերվում, այլ նաեւ զուգահեռ ենթակառուցվածքների։ Չի լինելու ոչ մի կոմպրոմիս։ Նիկոլ Փաշինյանը խոսել է հարկման բեռի որոշումը կասեցնելու ընդդիմության առաջարկների մասին։ Հանրապետությունում գործում է 3 սանդղականի եկամտային հարկ։ 23%, 27% մոտավորապես եւ 35%, այսինքն 3 սանդղակ ունենք եկամտային հարկի եւ մենք որոշում կայացրեցինք, որ համահարթ դարձնել եկամտային հարկը սկզբից 23%, հիմա իջավ հասավ մինչև 20%-ի։ Այժմ մենք ունենք 20% եկամտային հարկ։ Երբ այն ժամանակ մենք այս փոփոխությունը անում էինք, ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին բողոքի ակցիաներ, ասելով, որ սա անարդար է, որովհետև մենք, այսպես ասած, բարձր աշխատավարձ ստացողներին կամ մեծ եկամուտներ ստացողներին համար օրենսդրական փոփոխություններ ենք անում, ինչը սոցիալական անարդարությունը խորացնում է։ Եվ մենք այն ժամանակ ասենք, որ սա մի քայլանի գործողություն չէ, եւ մենք հաջորդ քայլով պետք է գույքային, մասնավորապես անշարժ գույքի հարկի փոփոխություն իրականացնենք, եւ ահա նրանք, ովքեր շատ եկամուտներ ունեն, նրանք ենթադրվում է, որ ունեն նաեւ ավելի լավ անշարժ գույք եւ հետեւաբար անշարժ գույքի հարկի ձևով այն անհարթությունը, որը առաջանում է, այդ անհարթությունը մենք կլրացնենք։ Այն ժամանակ ասվում էր, որ մենք գիտենք, որ դա չէ կանելու եւ այլն եւ այլն, բայց հիմա մենք եկանք եւ այո, շատ բարդ, բայց շատ կարեւոր որոշում կայացրեցինք եւ այդ որոշումը ընդունվեց եւ նաեւ ուրիշ եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչի է բերել այդ որոշումը։ Շատ կարեւոր է արձանագրել, որ այս հարկային փոփոխությամբ պետական բյուջեի եկամուտները լրացուցիչ 0 են։ Պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության այս գումարից 0 եկամուտ է ստանում։ Անշարժ գույքի հարկի։ Բավ է ստանում այդ եկամուտը։ Այդ եկամուտը ստանում են համայնքները։ Համայնքները եւ ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ այդ թվում անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն եկամուտները, սեփական եկամուտները 2019 թվականից այս կողմ կրկնապատկվել են։ Եվ այդ թվում այդ կրկնապատկման շնորհիվ է, որ համայնքները ճիշտ է, կառավարությունը սուբվենցիաներով ֆինանսավորում է ապահովում որոշ դեպքերում 70 եւ ավելի %, բայց միևնույնն է համայնքները սրա արդյունքում են, որ իրենց բյուջեները ավելացել են։ Եվ այս գույքային հարկերի հետ կապված այս ըմբռնումն էլ շատ էական նյուանս է պարունակում իր մեջ, որովհետև սա այն դեպքն է, երբ որ բառից բուն իմաստով մենք մարդկանց ասում ենք, որ հարկային քաղաքականությունը գումարը աջ գրպանից հանել, ձախ գրպանում դնելն է եւ հակառակը։ Որովհետև մեր սիրելի քաղաքացիները, երբ որ նամակներ են գրում, ասում են, որ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում էս չկա, մեր բակում այն չկա, կներեք կառավարության գործը չի ընդհանրապես այդ շենքի տանիքներով զբաղվել, չնայած մենք ստիպված ենք զբաղվել։ Դա մաքուր տեղական ինքնակառավարման մարմինների ֆունկցիա է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինը դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե։ Սրա մասին է խոսքը։ Մենք այդ գումարը, որովհետև իմիջայլոց այդ միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ խնդիրն է, որ մեր երկրում չկա։ Եվ միջավայրը չի համարվում ընդհանուր, միջավայրը չի համարվում սեփականության, ընդհանուր սեփականության զգացողություն չկա, որովհետև այո, այն որ դու կարող ես ունենալ տուն, եւ այդ դռնից տան շեմից են կողմ ինչ տեղի կունենա, ընդհանրապես մենք մեր հոգսը չենք համարում։ Կայացել է իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն անվանել է խիստ արդյունավետ ու բովանդակային։ Այս ամեն ինչից հետո, այս ամեն ինչի պայմաններում մենք ինչ ենք շարունակում Հայաստանի Հանրապետությունում մնալ
իշխանություն։ Ինչ ենք մենք շարունակել մնալ կառավարող ուժ, չնայած բոլոր պայմանները թվում է թե կային, որ այդպես չլիներ, մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հետագա իրադարձություններում եւ այլն։ Եվ ես մենակ ունեմ մի բացատրություն դրա համար, որովհետեւ այլ բացատրություն ես չեմ կարող գտնել, որ այն փոփոխությունը, որ մեր մտքում տեղի է ունենում, այն ինչ որ մենք մտածում ենք, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, անկախ նրանից իրանք դրա մասին բարձրաձայնում են թե չեն բարձրաձայնում, իրանք էլ են զուգահեռ այս փոփոխությունը տեղի ունենում։ Որտեղ զուգահեռ փոփոխություն տեղի չունենար, այն ինչ որ մեր մտքում է տեղի ունենում, մենք չենք կարող շարունակել լինել իշխանություն կառավարություն Հայաստանի Հանրապետությունում, չի լինում տենց ուղղակի։ Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ իրականության մասին ինչ որ ասում են կամ ինչ որ կասեն, որի մեջ կլինի քննադատական կամ կա քննադատական երանգ մեր, երբ որ ասում եմ մեր, ես ինձ նկատի ունեմ առաջին հերթին։ Եվ սա շատ կարևոր նյուանս է ընդգծելու համար։ Եվ հետևաբար իմ ընկալումն է նա, որ ապագան օրգանական կապով պետք է կապված լինի այսօրվա հետ, որ այսօրվա ջանքը ուղղված լինի ապագային, որ այսօրվա մեջ ապագան հիմք ու հենարան ունենա, որովհետև այսօրը ամենակարևորը ապագայի հենարանը է այսօրը։ Փետրվարյան առադիոնից, երբ շուրջ բոլորը դեռ սպիտակ է, արևաթափանց տանիքի տակ ջերմասրբտողները շարունակում են ինտենսիվ քաշ հավաքել, գունավորվել։ Հոլանդական սորտի տարագույն պղպեղներ, նաև մեր շուկային ու քիմքին անծանոթ սորտեր, պալերմո, կծու խաբաներո, մինի պղպեղիկներ, փորձարարական փուլը հաջող են հատել բոլոր սորտերն անխտիր։ Նուբարը արել ենք մեկ շաբաթ առաջ արդեն, փոքր են, բայց շատ համով, քաղցր, շուտով կլինեն մեր շուկայում։ Դեկտեմբերի սկիզբին սացիլները դրել, փետրվարից սկսել են բերք հավաքել, մինչև 6 մետր վերև ձգվելու ճանապարհ դեռ ունեն առատապտուղ այս բույսերը։ Մեր առջև խնդիր են դրել, որ քառակուսի մետրից տարեկան 30 կիլոգրամ բերք ստանանք։ Դա Հայաստանի Հանրապետությունում լավագույն արդյունքն է, որ կարող ենք սահմանել։ Նուվո վիլաժի պղպեղներն արդեն շուկայում են, քանակով որակով ձգտելու են դառնալ նախընտրելի այլընտրանք ներմուծվող տեսակների, բերքի 30%-ը մտադիր են սպառել տեղական շուկայում, մնացածն արտահանել։ Էկոլոգիապես մաքուր արտադրանքը տեղում կարած բերքը հավաքես եւ տեղի շուկային հնարավորինս կարճ ժամկետում եւ շատ թարմ վիճակում տրամադրես։ Նաեւ դիտարկում ենք Ռուսաստանի Դաշնությունը, Արաբական Էմիրությունները, հետագայում Եվրոպայի շուկա։ Ժամանակակից կոնստրուկցիաներով հագեցած նորագույն լուծումներով կառավարվող ջերմատունը կառուցվել է մոտ 10 ամսում 5 հեկտար մակերեսով։ Շինարարական փուլն ավելի հեշտ հաղթահարել ու գործն առաջ տանել օգնել է նաև խոշոր ջերմատուն հիմնողներին աջակցող պետական ծրագիրը։ Ընդհանուր պրոյեկտի արժեքը մոտ 9 միլիոն եվրո է կազմում։ Մոտ 3 միլիարդ պետության սուբսիդավորման վարկն է։ Տոկոսագումարը 15% է, որից 10%-ը պետությունը վերցնում է իր վրա։ Որպեսզի գյուղատնտեսությունն ավելի մեծ մակերեսներով ընդլայնվի, գյուղարտադրանքն էլ ավելի մրցունակ լինի, նաև հեշտ արտահանվի, կառավարությունը վերջին տարիներին քայլ-քայլ մեծացնում է խոշոր տնտեսությունների հիմնման ուղղված աջակցության ձևերը։ Վերջերս խոշոր ջերմատների կառուցման ծրագրում փոփոխություն եղավ, մինչև 3 միլիարդ դրամ սուբսիդավորվող վարկով ջերմատուն կառուցելու պայմանը վերանայվեց։ Գումարի սահմանաչափը հնգապատկվեց, պետությունն արդեն մինչև 15 միլիարդ դրամ վարկ ստանալու հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով։ Մինչև 3 միլիարդ դրամի վարկի դեպքում սուբսիդավորվում է 10%-ային կետով, 3-ից 9 միլիարդ դրամ վարկի դեպքում սուբսիդավորվելու է 9%-ային կետով, 9-ից 15 միլիարդ դրամի վարկավորման դեպքում սուբսիդավորվելու է 8%-ային կետով։ Նշեմ, որ վարկավորումը իրականացվելու է փուլային, այսինքն տնտեսավարողները որոշակի գործողություն են իրականացնում, բանկը գնում է մոնիթորինգ է իրականացնում, մոնիթորինգը եթե նպատակային է օգտագործված լինում, նոր հաջորդ փուլի վարկավորումն է իրականացնում։ Հայաստանն իր արևային օրերի քանակով նաև հողային չիրացված ռեսուրսներով նպաստավոր է ջերմատներ հիմնելու համար։ Աղակալած ու չօգտագործվող հողատարածքներ շատ ունենք, որոնք կարող են դառնալ փակ տանիքի տակ նորագույն տեխնոլոգիաներով կառավարվող շահութաբեր տնտեսություններ։ Վերջին տարիներին տենդենսն արդեն կա ու շարունակվում է։ Ծրագրով դիտարկված էր, որ 2023-ից մինչև 26 թվականներին պետք է հիմնվի մինչև 35 հեկտարի ջերմատնային տնտեսություն, արդեն ունենք 33 հեկտարի կնքված պայմանագիր, մի մասը հիմնվել է արդեն այդ 33 հեկտարից, իսկ մի մասն էլ ընթացքի մեջ է։ Ժամանակ ունենք դիմելու բոլոր տնտեսավարողները, որոնք ցանկություն ունեն 1 հեկտարից ավել ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով ջերմատներ կառուցել, ապա կարող են դիմել եւ կառուցել։
Nouveau Village-ի հիմնադիրները մինչև 2026 2 փուլով մտադիր են 5 հեկտարի կողքին 13-ն էլ հիմնել։ Գունավոր պղպեղների օազիսը նոր գեղի մինչև այս քարքարոտ ու անմշակ տարածքում 18 հեկտարի հասցնել։ Պետական աջակցության նոր պայմաններով ծրագրին կդիմեն, պրոյեկտն ամբողջացնելով բերքի ծավալը կհասցնեն արդեն 5000 տոննայի տարեկան։ Փետրվարի 18-ին նախատեսված են ուկրաինական պատերազմի շուրջ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի բանակցությունները, հայտնում է CNN-ը հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցի տեղեկություններով պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը մեկնում են Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են ոչ միայն հարթակ տրամադրել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար, այլ նաեւ հանդես կգան որպես միջնորդ բանակցություններում։ Կոմերսանտն էլ հայտնում է թագավորություն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի նախապատրաստման մասին։ Բլումբերգի փոխանցմամբ ռուսական պատվիրակության կազմում կարող են լինել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Նշվում է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան ներկայացուցիչները կքննարկեն նաեւ երկու երկրի նախագահների Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստման հարցերը։ Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպմանը չի հրավիրվել։ Ինչպես հաղորդում է NBC News-ը, Միացյալ Նահանգների իշխանությունները նախատեսում են նախ բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի հետ առանձին եւ միայն դրանից հետո անցկացնել համատեղ գագաթնաժողով։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններն իր տարածքում ընդունելու պատրաստակամության մասին հերթական անգամ հայտարարել է նաեւ Թուրքիայի արտգործնախարարը։ Հական Ֆիդանի խոսքով Անկարան կարող է բանակցություններին առաջարկել ավելին, քան մի շարք այլ խաղացողներ, հաշվի առնելով Թուրքիայի սերտ կապերը Մոսկվայի եւ Կիևի հետ։ Անկարան կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը լուծելիս պետք է խորհրդակցել եվրոպական երկրների հետ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Ֆիդանն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների հետ միասին քննարկում է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հավանականությունը եւ նորը կանխելու ուղիները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրված հանդիպումը կարող է տեղի ունենալ շատ շուտով։ Մենք առաջ ենք շարժվում, փորձում ենք խաղաղություն հաստատել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, եւ մենք շատ ջանասիրաբար աշխատում ենք դրա ուղղությամբ, շեշտել է Սպիտակ տան առաջնորդը։ Թրամփը նաեւ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի խաղաղ բանակցություններին։ Դոնալդ Թրամփը կրկին վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Այսօր Փարիզում կկայանա եվրոպացի առաջնորդների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը։ Հանդիպմանը կմասնակցի նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Եվրոպական պետությունների եւ կառավարությունների ղեկավարները մտադիր են քննարկել Դոնալդ Թրամփի ուկրաինական պատերազմին վերջ դնելու ծրագրերը, ինչպես նաեւ Ուկրաինայի նկատմամբ Միացյալ Նահանգների մոտեցման կտրուկ փոփոխությունը ու դրա հետևանքները եվրոպական անվտանգության համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով կազմակերպված հանդիպման անցկացումը հաստատել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Մակրոնը կհավաքի եվրոպական երկրների ներկայացուցիչներին քննարկելու եվրոպական անվտանգության հարցերը, հարցազրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն։ Ավելի վաղ Financial Times-ին տված հարցազրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ասել է, որ Եվրոպան պետք է ներգրավի Ուկրաինայի բանակցություններում քննարկելու անվտանգության նոր ճարտարապետությունը, որը պետք է հաշվի առնի Ռուսաստանից բխող գլոբալ սպառնալիքը։ Քաղաքական գործչի կարծիքով Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Կոշտան կարծում է, որ Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցություններն անհրաժեշտ են, սակայն ուկրաինական հակամարտությունն իր ազդեցությունն ունի նաեւ եվրոպական անվտանգության վրա։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է զինվորականներ ուղարկել Ուկրաինա որպես պատերազմից հետո հնարավոր խաղաղապահ ուժի մաս։ Նրա խոսքով իր երկիրը ցանկանում է ցույց տալ Վաշինգտոնին, որ եվրոպական երկրները պետք է ակտիվ դերակատարում ունենան Ուկրաինայում խաղաղության հաստատման բանակցություններում։ Սթարմերը նշել է, որ որոշումը հեշտ չի ընդունել հաշվի առնելով բրիտանական զինվորականներին վտանգի ենթարկելու ռիսկը։ Սակայն Ուկրաինայում տևական խաղաղություն ապահովելը կարևոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետագա ագրեսիան կանխելու համար, ասել է վարչապետը։ Երբ այս պատերազմն ավարտվի, այն չպետք է պարզապես դառնա ժամանակավոր դադար, նախքան Պուտինի նոր հարձակումը, նշել է Սթարմերը։ Միացյալ Նահանգների ֆոնդային շուկան հերթական անկումն է գրանցել։
Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է կրկնապատկել Կանադայից ներմուծվող մետաղների մաքսատուրքերը՝ ի պատասխան Կանադայի ծրագրերի բարձրացնելու ԱՄՆ արտահանվող էլեկտրաէներգիայի գինը։ Երկօրյա անկման ավարտին երկու կողմերն էլ որոշակի զիջումների են գնացել, շուկան թողնելով որոշակի անորոշության մեջ։ ԱՄՆ նախագահը դեռ նախատեսում է 25% նախնական մաքսատուրքերի կիրառումը Կանադայի դեմ տեղական արտադրանքի խթանման նպատակով։ Թրամփն ասել է, որ իրենք ճիշտ են վարվում եւ կվերադարձնեն իրենց աշխատատեղերը։ Ռամոն Պրեյրասը վերջին 36 տարիներին ղեկավարել է իր Taberna del Arabardello բիզնեսը, որը դիմակայել է COVID-ի հետևանքներին եւ նախագահ Թրամփի առաջին ժամկետի մաքսատուրքերին։ Նա հիշեցնում է 2018 եւ 20 թվականները, երբ ասում էին, որ ամեն ինչ կարգավորվելու է, դրանք համարելով քաղաքական խաղեր։ Դոյ Ջոնսի արդյունաբերական ինդեքսը երկուշաբթի ընկել է մոտ 900 կետով, իսկ երեքշաբթի մոտ 500 կետով, ինչը բացասաբար է անդրադարձել ամերիկացի Ռոջեր Ֆրեչետի կենսաթոշակային հաշվի վրա։ Շատ դժվար է տեսնել, թե ինչպես է այդքան մեծ գումարը արագորեն անհետանում։ Կարծում եմ, որ ամբողջ տարվա ընթացքում ձեռք բերված շահույթների մեծ մասը արդեն կորել է։ Ֆինանսական վերլուծաբաններն ասում են, որ տնտեսության վրա բացասական ազդեցություն ունի անորոշությունը։ Ներդրողների, բիզնեսների եւ ամերիկացի սպառողների համար դժվար է կանխատեսել ապագա տնտեսական քաղաքականությունը։ Կարծում եմ, վստահության վերականգնումն այս հարցում շատ կարեւոր է։ Հարցին, թե արդյոք նա կանխատեսում է հնարավոր տնտեսական անկում, նախագահ Թրամփը պատասխանել է. ինքը նման բան ընդհանրապես չի տեսնում։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Գավառի երիտասարդական տուն, բացի երիտասարդական կենտրոնում ամփոփում են 2024-ին կատարած աշխատանքները։ Այս կենտրոնի գործարկմամբ համայնքի երիտասարդները ստացան աջակցություն, ռեսուրսներ եւ գործիքներ մասնակցելու համայնքային կյանքին, դրսևորելու քաղաքացիական ակտիվություն, խնդիրներ բարձրաձայնողից նրանք դարձան լուծումներ առաջարկողներ։ Երբ որ կենտրոնը մոտ 2 տարի առաջ բացվեց, հիմնականում քննարկվում էր հաշվի առնելով նաև համայնքի առանձնահատկությունները եւ նաև սեռատարիկային տվյալները։ Կենտրոնը ծառայություններ մատուցելու շուրջ 250-ից 300 պատանու տարեկան, եւ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես 680 շահառու տարեկան 2024 թվականից երկու անգամ գերազանցել է թվերը, եւ սա խոսում է նրա մասին, որ գավառը երիտասարդական ակտիվ կյանք արդեն սկսել է ունենալ։ Իհարկե խոսվեց, որ երիտասարդների տունը մեծ դերակատարություն է ունեցել որպես երիտասարդական մայրաքաղաք կրճատվելու, գավառում երիտասարդական կյանք աշխուժացնելու, ինչի համար մենք շնորհակալություն ենք հայտնում առաջին Գյումրու երիտասարդների նախաձեռնությունների կենտրոնին։ Երիտասարդներն այլ ակտիվ ներգրավվածություն են ունեցել մասնակցային բյուջետավորման գործընթացում։ Նախորդ տարի, եթե գավառ համայնքը կամավոր էր միացել եւ մենք 10 միլիոն դրամ ենք հատկացրել, այս տարի պետությունը որպես կամավոր ներգրաված համայնք արդեն իր մասնաբաժնով մոտ 54 միլիոն դրամ է հատկացրել եւ երիտասարդական բազմաթիվ նախաձեռնություններ եւ երիտասարդներն ներգրավվածությամբ իրականացվեն ինչպես գավառ քաղաքում, այնպես էլ բնակավայրերում։ Երիտասարդները ներգրավված են կրթական, ժամանցային եւ համայնքային կյանքի բարելավման ուղղված ծրագրերում։ 2024-ին իրենց կարողությունները դրսևորելու մեծ հնարավորություն ունեցան պայմանավորված Գավառի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք լինելու հանգամանքով։ Նրանք իրականացրին ոչ միայն կենտրոնի աշխատանքային տարեկան պլանով նախատեսված գործողություններ, այլև կյանքի կոչեցին սեփական գաղափարներն ու նախաձեռնությունները։ Մեծապես դա համայնքը պահպանելու, համայնքի շրջակա միջավայրը ճիշտ կազմակերպելու եւ կառավարելուն է ուղղված եղել, եւ նաեւ մեծ հետաքրքրություն կա երիտասարդների կողմից գավառը զբոսաշրջիկների համար հետաքրքիր եւ տեսանելի դարձնելուն եւ դա մեծապես իրենց նախաձեռնություններն է եղել, կազմակերպելով նաեւ քայլարշավներ, հեծանվային երթեր եւ սա մեծ հետաքրքրություն է առաջացել Գյումրիից, Սպիտակից, Արտիկից, Արմավիրից, Էջմիածնից, Երևանից ժամանում են այստեղ ընդամենը մասնակցելու մեր սաների կողմից կազմակերպված նախաձեռնություններին։ Երիտասարդական տան շահառուների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ իրականացված համայնքային միջոցառումները գրավել են նաեւ տարբեր երկրներից Հայաստան եկած կամավորների ուշադրությունը։ Համատեղ նախաձեռնել են բակային եւ միջազգային ճամբարներ, շեշտադրելով հասակակիցների առաջնորդական հմտությունների զարգացումն ու քաղաքացիական ակտիվության բարձրացումը։ 2025-ը շարունակելու են նույն սկզբունքով, երիտասարդներին հնարավորություն տալով իրենց համայնքը ներկայացնելու նաեւ միջազգային ծրագրերում։
Այս տարվա հունիսին լրանում է կառավարության 2020 թվականի 1994 որոշման մի շարք կետերի համար տրված վերջնաժամկետը։ Այն ընդհանուր օգտագործման տրանսպորտի մասին է եւ սահմանում է պահանջներ քաղաքային երթուղու սպասարկման մեջ ներգրավված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Այսպիսով, քաղաքային երթուղիներում օգտագործվող ավտոբուսների ու միկրոավտոբուսների տարիքը չպետք է գերազանցի 10 տարին։ Տրանսպորտային միջոցը պետք է կահավորված ու հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցողների համար, ունենա սայլակները ավտոբուս բարձրացնելու հարմարանք եւ դրանք կանգնեցնելու համար առանձնացված հատված։ Պարտադիր պահանջ է նաեւ վտանգի ազդարարման կոճակի եւ տեղորոշման սարքի առկայությունը։ Սյունիքի մարզում մարտի 1-ի դրությամբ ներքաղաքային տրանսպորտ գործում է 2 խոշորացված համայնքներում՝ Գորիսում եւ Կապանում։ Սիսիանում արդեն մի քանի տարի է քաղաքային երթուղին չի սպասարկվում։ Այստեղ ավականու որոշմամբ մայիսի 1-ից կգործի նոր հոակ, որը կկազմակերպի համայնքային միջոցներով գնված նոր միկրոավտոբուսների երթևեկը։ Միկրոավտոբուսները համայնքի ղեկավար Հովսեփ Հարաքելյանի խոսքով լուծելու են տրանսպորտի խնդիրը գոնե քաղաքում։ Առայժմ քաղաքի ներսում թվով 4 միկրոավտոբուս են լինելու, էլեկտրական եմ ես ցանկացել, կամերայով հագեցած, երկուսը մի կողմից, որ բնակիչը մաքսիմում սպասի 10-ից 12 րոպե բրտին նստելու համար։ Հաճախականությունը արագալինելու Սիսիանը, երբ որ արդեն համար ենք ավարտված, կանցնենք մոտակա բնակավայրերին։ Կապանում այս պահին ներքաղաքային երթուղիները պատշաճ սպասարկվում են, բայց դրանցում ներգրավված տրանսպորտային միջոցները մեծ մասամբ չեն համապատասխանում նոր չափորոշիչներին։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գորթ Հադևոսյանի խոսքով համայնքապետարանը առաջնորդվելով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգով հայտարարել է մրցույթ, ընդգծել են նաև նոր չափորոշիչների պահպանման պահանջը։ Մրցույթին մասնակցելու հայտ որևէ ընկերություն չի ներկայացրել։ Նախկինում մրցույթով ընտրված օպերատորների հետ ունեցած պայմանագրերն էլ ավարտվել են։ Համայնքապետարանը այժմ ժամանակավոր պայմանագրեր է կնքել տվյալ օպերատորների հետ, տվյալ երթուղիները սպասարկելու համար եւ նախաձեռնում ենք նոր ավտոբուսներ ձեռք բերել քաղաքում գործող այդ երթուղիները սպասարկելու համար։ Այս պահին մենք հայտարարել ենք 6 ավտոբուսների ձեռքբերման մրցույթ եւ նաեւ նախատեսում ենք ձեռք բերել նաեւ շուրջ 9 միկրոավտոբուսներ եւ կարծում ենք, որ առայժմ դրանք բավարար կլինեն Կապան քաղաքի երթուղիները սպասարկելու համար։ Գորիսում քաղաքային տրանսպորտ առկա է, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները սակայն մեծ մասամբ չունեն նոր պահանջներով սահմանված հարմարանքներն ու սարքավորումները։ Համայնքը օրենքով նախատեսված կարգով մրցույթներ կհայտարարի, եթե կլինեն ընկերություններ, որոնք որ կմասնակցեն եւ պատրաստ կլինեն օրենքի պահանջին համապատասխան ծառայություններ մատուցել որակյալ, իրենք արդեն կընտրվեն։ Իսկ եթե որևէ ընկերություն չգտնվի, որը կմասնակցի մրցույթին, բնականաբար արդեն համայնքը համապատասխան միջոցառումները պետք է ձեռնարկի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանի խոսքով սահմանված պահանջների կատարմանը հետևելու են խստորեն, ժամկետները չեն երկարաձգվելու։ Պաշտոնյան կոչ է անում համայնքների ղեկավարներին չսպասել հունիսի 1-ին գործել, որպեսզի քաղաքացիները չտուժեն։ Մենք այնքան իրավասությունները շատացրել ենք համայնքի, մենակ ինքը մրցույթ չպետք է հայտարարի։ Ինքը կարող է տրանսպորտային միջոցներ ձեռք բերի, սուբվենցիոն ծրագրեր են գործում համայնքների համար։ Ինքը կարող է դիմել պետությանը, ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, 1 կամ 2 տրանսպորտային միջոցներ, ստեղծել համայնքային կազմակերպություն 100%-անոց։ Եվ այդ համայնքային կազմակերպության միջոցով կազմակերպել իր համայնքի տրանսպորտային սպասարկումը։ Սյունիքում հատուկ վերաբերմունք կա տրանսպորտի նկատմամբ Գորիս եւ Կապան խոշորացված համայնքներում սահմանամերձ գյուղերը սպասարկող ավտոբուսներով երթևեկն անվճար է եւ ամենօրյա։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի օդանավակայանի երկրորդ թաղամասի մի բնակիչ տանը եւ կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ։ Ձեռնարկվեցին միջոցառումներ եւ տեղեկությունը հաստատվեց։ 64-ամյա տղամարդը հրավիրվեց վարչություն, խոստովանեց թմրանյութ պահելու փաստը եւ պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ 64-ամյա տղամարդու տանձնության ընթացքում խորդանոցում եւ ավտոտնակում հայտնաբերվեց պոլիէթիլենային եւ թղթե 29 փաթեթ, մարիխուանայի նմանվող 2 կիլոգրամ 173 գրամ ընդհանուր քաշով։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է, 3-ից 4 տարի առաջ հենց ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից եւ պահել անձնական օգտագործման համար։ Նախաքննությունը շարունակվում է։